Հանուն Հոր և Որդու և Որդուի Սրբով, ամեն։ Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կարող ես ուտել, բացի միայն բարու և չարի գիտության ծառի պտղից։ Այս էր առաջին հրամանը մեր նախահար ծնողին Ադամին։ Դրախտի բոլոր ծառերից կարող ես ուտել, սա բուն բարի կենդանության հրամանն էր։ Այսօր հենց այդ հրամանն է կատարվում, կարող ենք ճաշակել ամեն ինչ, բուն բարի կենդանության հրամանն է։ Բայց միայն բարու և չարի գիտության ծառից մի ճաշակիր, սա էլ պահքի հրամանն է։ Պահքը դեռևս հաստատվել է դրախտում, բուն բարեկենդանն այսօր է, ամեն ծառից կարող ես ճաշակել։ Միայն մեկ ծառից չուտես, սա էլ պահքի հրամանն է։ Ուրեմն դրախտի ծառերը 3 տեսակ էին։ Ամեն ծառ կարող էր ճաշակել և դրանց մեջ կար նաև կենաց ծառը, որից կարող էր ճաշակել, բայց չճաշակեց։ Եվ բարու և չարի գիտության ծառը, որը չէր կարող ճաշակել, չպիտի ճաշակեր, բայց ճաշակեց։ Ուրեմն այսօր բուն բարեկենդանն է, ծառերը բոլոր դրախտի կարող ենք ճաշակել, այսօր հոգևոր և մարմնավոր ուրախության օր է, որից հետո գալիս է պահքը, որ մենք չպետք է ճաշակենք, Ադամը ճաշակեց, դրախտից վտարվեց, մենք չպետք է ճաշակենք, և որից հետո, երբ որ պահեցողության այս 50-օրյա շրջանը անցկացնենք, այն ժամանակ կարողանանք կենաց ծառից ճաշակել։ Կենաց ծառը ո՞րն է, զատիկն է, Քրիստոսի հրաշափառ հարությունն է, այսօր դրախտի պատմության ընթացքն է, բոլոր ծառերից ճաշակում ենք բուն բարեկենդանից, բարու և չարի գիտության ծառից չենք ճաշակում, պահեցողությամբ, և եթե արժանի լինենք չճաշակենք այս 50-օրյա շրջանը, արժանի կլինենք կենաց ծառից ճաշակելու, Քրիստոսի հրաշափառ հարությունը դիմավորելու։ Տեսեք, դրախտից վտարվեց Ադամը արգելված պտուղը ճաշակելու պատճառով։ Մենք էլ չճաշակելով արժանի կլինենք կենաց ծառը պտուղը ճաշակել և մտնել դրախտ։ Իսկ Ադամը ինչ վայելք ուներ դրախտում։ Տիրում էր երկնքի թռչուններին, երկրի գազաններին և ծովի ձկներին էր անգամ տիրում էր, և անուններ էր դնում Ադամը, այս մեծ իշխանությունն ուներ, և նաև թագավոր էր, մարգարե էր Ադամը, երբ որ Աստված Ադամին ստեղծեց, թմրություն բերեց նրա վրա և կողոսկրերից մեկը հանեց և կնոջը ստեղծեց։ Ադամը արթնացավ և անմիջապես ասաց. «Սա ոսկոր է իմ ոսկորներից, մարմին իմ մարմնից, սա թող կոչվի կին, որտև իր ամուսնուց ստեղծվեց»։ Այս պատճառով մարդը պետք է թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը։ Այս խոսքերը մարգարեական խոսքեր են։ Մեր նախաստեղծ ծնողը Ադամը մարգարե էր։ Այս խոսքերը ոչ միայն Եվային էին վերաբերվում, այլ Քրիստոսին և եկեղեցուն։ Մարդը պետք է թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը։ Քրիստոս հորը թողեց երկնքում, իջավ երկիր, մորը թողեց խաչի առջև արտասվելով և իջավ դժոխք։ Որտեղ էր դժոխքը, ով էր այնտեղ, հարսն էր այնտեղ, հոգիներն էին այնտեղ, մարդկության ամբողջ ավարն էր այնտեղ և իջավ դրախտից երկնքից դեպի մինչև դժոխք մեր Տերը Հիսուս Քրիստոս և այնտեղ արգելափակված հոգիները հանեց։ Հորը թողեց երկնքում, մորը թողեց խաչի առջև, իջավ հարսի հետ միավորվելու։ Քրիստոս իր խաչելությամբ, իր տնօրինական խորհուրդներով, իր թաղումով և հարությամբ մեզ հետ միավորվեց։ Ադամը նաև օծյալ էր։ Օծյալ նշանակում է քահանա, որովհետև քահանայագործում էր Ադամը,
կենդանիներին անուն դնելը դա քահանայի գործելու խորհուրդն է։ 12 պարգևներ ուներ, 7 արփյան շնորհներ ուներ Ադամը, եւ այս բոլորը Աստծուց էր տրված նրան։ Եվ մենք մեղանչեցինք իդեմս Ադամի, զրկվեցինք այս շնորհներից։ Ադամը չպահեց դրախտում պատվյանը, մենք պետք է պահենք, որպեսզի կարողանանք վերագտնել Քրիստոսով այդ աստվածային շնորհները։ Ուստի բոլոր քրիստոնյա հավատացյալներին, որոնք պատրաստ են այս սուրբ խորհրդին մասնակից լինելու, այսօր բուն բարեկենդան է, ճաշակում ենք, ուրախանում ենք հոգևոր եւ մարմնավոր ուրախությամբ, որից հետո 50-օրյա երկար ճանապարհ պետք է գնանք, պահեցողության այս ընթացքը, Աստված Եղիա մարգարեին երևաց եւ ասաց. «Վեր կաց, կեր, խմիր, որտեվ երկար ճանապարհ պետք է գնաս»։ Այդպես էլ այսօր մենք հրաման ունենք ուտելու եւ խմելու չափավոր գեղեցիկ, որից հետո պահեցողության 50-օրյա այս ճանապարհը պետք է գնանք, ինչպես Քորեբ լեռը բարձրացավ Եղիա մարգարեն եւ աստվածային տեսիլքի արժանացավ, այդպես էլ մենք պետք է այս պահեցողության 50-օրյա շրջանն անցկացնենք եւ հասնենք Գողգոթա բարձունքը, այնտեղից Քրիստոսի հետ պետք է խաչվենք եւ Քրիստոսի հետ էլ հարություն պետք է առնենք։ Ուստի չճաշակենք արգելված պտուղը, որպեսզի արժանի լինենք կենաց պտուղը ճաշակելու։